կարծում ենք, որ այդ երկրի նախարարը, արտաքին գործերի նախարարը, Լավրովի պլանի հեղինակը, Լավրովը չպետք է գա Հայաստան այն պարզ պատճառով, որ հենց հիմա իր թևատակում դրված է Լավրով 2 պլանը, ինչի մասին ես բազմիցս եմ խոսել։ Պայմանական ենք խոսում Լավրով 2-ը եւ այդ Լավրով 2-ը արդեն Հայաստանի մասնատման մասին է։ Լավրով 1-ում հիշատակված Զանգեզուրի միջանցքը ստիպված եմ Ալիևի հռետորաբանությունը օգտագործել, որը Ռուսաստանը կոչում է ՖՍԲ-ի վերահսկողության տակ ճանապարհ, դա Լավրով 2-ն է։ Լավրով 2-ն է արդեն հղումը գնում է դեպի Լավրով 2։ Եվ այդ Լավրով 2-ը Հայաստանի մասնատման մասին է։ Միջանցքից հետո լինելու է Սյունիքի սեցեսիա, դրանից հետո լինելու է Հայաստանի մասնատում եւ նորից թուրքերի եւ ռուսների միջև։ Այս մարդը Հայաստանին ինչ ունի ասելու եւ առաջարկելու։ Ես որևէ դրական բան չեմ սպասում, եթե մենք խոսում ենք ռազմաքաղաքական հարաբերությունների մասին։ Կարծում եմ դրա համար եմ դեմ։ Իսկ աշխարհաքաղաքական իրավիճակը, այսինքն այնպիսին է, որ Լավրովը հարմար գտավ հենց այս փուլում գալ Հայաստան, այո, այդ առաքելությամբ ձեր ասած Լավրով 2 պլանը իրականացնելու առաքելությամբ։ Ոչ։ Բայց ռուսական քաղաքականությունը այսպեսին է, որ նրանք երբեք հաշվի չեն առնում աշխարհաքաղաքական իրավիճակը։ Նրանք վերջին բոլոր տարիներին 22-ից հետո, 22-ի սեպտեմբերից հետո, ագրեսիայից հետո շարունակում են մեզանից պահանջել այդ 9-րդ կետի կատարումը։ Այսինքն սա տրամաբանական է, դուք տրամաբանական հարց եք, չէ՞ տալիս։ Հիմա ես ասում եմ, սա տրամաբանական է։ Նրանք վաճառեցին Արցախը Թուրքին, Լաչինի միջանցքը չկա, Արցախը չկա, Արցախում նույնիսկ հայեր չկան, ոչ մի բան չկա։ Այն ինչ որ գրվել է Չարաբաստիկ թղթի կտորի մեջ, որին ես սկզբունքորեն դեմ եմ եղել առաջին օրվանից։ Ես առաջին օրվանից պնդել եմ, որ սա մեզ համար պարտության փաստաթուղթ է, որևէ բան չի լինելու դրանից դրական։ Չկա ոչ մի բան, բայց իրենք տրամաբանական է, չէ՞ որ 9-րդն էլ պետք չի լինի, բայց իրենք ասում են, չէ, եկեք 9-րդը իրականացնենք։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, բայց չէին գալիս։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այս բանակցությունների ժամանակ Երևանյան Լավրովը սրա մասին էլի խոսելու է։ Էլի այդ հարցը բարձրացնել։ Ինքը գիտի, որ մենք դա չենք անի, բայց ինքը բարձրացնելու է։ Այդպեսին է ռուսական դիվանագիտությունը, այդպեսին է Լավրովյան դիվանագիտությունը։ Ոգևորվեցին Փաշինյանի մոսկովյան այցից, այդ շքերթի մասնակցությունից։ Շատ հնարավոր է։ Գիտեք ինչու, ես միշտ էլ դա ասել եմ։ Սա շատ տրամաբանական է Ռուսաստանի դեպքում։ Ռուսաստանը ապրում է ինչ որ Королевство Кривых Зеркал, հա, ծուր հայելիների թագավորությունում։ Իրենց մոտ լրիվ այլ իրականություն է։ Իրենք այսպես են անցալում։ Եթե ինչ որ երկրի ղեկավար եկել է մայիսի 9-ին, իրենց հարգելով եւ մասնակցել է այդ միջոցառմանը, ուրեմն ինքը թույլ է։ Այդ փողոցային, հա, բանդիտների մտածելակերպը։ Եթե թույլ է, ուրեմն կարելի է սխմել։ Այդտես Ալիևը չեկավ։ Ալիևը ուրեմն ուժեղ է։ Ալիևը պետք է լավ խոսել, պետք է բարեհաճել, փորձել այնպես անել հաջողանալ։ Կնոջը պարգևատրել, Կիրիլին ուղարկել, Մատվիենկոն բաներ ուղի, ինչ-որ նամակներ ուղի, պարոն հարգելի է Ալիև եկեք։ Ալիևը չի գնացել եւ լավ է արել։ Նիկոլ Փաշինյանը գնացել է, սա միանշանակ Մոսկվայում ընկալվել է որպես թուլության նշան։ Ես արմանում եմ, որ մեր քաղաքական գործիչները միջև դա չեն հասկացել։ Եթե թուլության նշան է, նշանակում է Նիկոլ Փաշինյանը չի էլ կարողանալու դիմադրել Ռուսաստանի ինչ-ինչ պլաներին։ Ինչու՞ չի կարողանալու։ Կարողանա, բայց եթե թույլ է, ինչպես է դիմադրել։ Դիմադրումը չէ, այսքան ժամանակ։ Եկեք փորձենք բնութագրել կամ անվանել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Ռուսաստանի մասով։ Ես այս համատեքստում ուզում եմ նշել, որ մենք բոլորս արդեն հասցրեցինք ծանոթանալ Քոչարյանի հայտարարություններին, դրանք նորություն չեն, շատերի համար դրանք կարող են լինել ընկալելի եւ ոչ ընկալելի, քննադատենք, որ նա Ռուսաստանի հետ միութենական պետություն է տեսնում, չգիտեմ, իրեն Հայաստանը պատկերացնում է նրա աչքերով մարզի կարգավիճակում։ Ինձ զրկում եք հնարավորությունից խոսել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին։ Շատ լավ, այս համատեքստում ես ուզում եմ հասկանալ այդ դեպքում ինչպես անվանել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։ Եթե նրա ներկայացուցիչ, իշխանության ներկայացուցիչները ի հեճուկս այդ հարաբերությունները մեղադրում են նրան, բայց ինչպես արդեն ասացի, Նիկոլ Փաշինյանին դա չի խանգարում գնալ։ Նիկոլ Փաշինյանը ձեր հարցին բացահայտ պատասխանում է բալանսավորված քաղաքականություն։ Դուք կանվանեք դա բալանսավորված քաղաքականություն։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։ Այո։ Դա բալանսավորված քաղաքականություն։ Իրականում սա է։ Նիկոլ Փաշինյանը սուտ չի խոսում։ Ինքը մի կողմից խորհրդարան օրենք է ընդունում, որ մենք պետք է գնանք Եվրամիություն, եւ այդտեղ կանգ է առնում։
Մենք երկար ենք կանգ առնելու։ Այդ օրենքը հիմա գնացել է դարակի վերադրվել, ուրեմն փոշի է նստելու։ Ես դա վաղուց եմ ասում, միջև ընդունելն է, ասում եմ, կընդունի օրենքը, միանշանակ վստահ եմ, բայց դրանից հետո կանգնելու է ընթացքը։ Մյուս կողմից գնում է Մոսկվա Մայիսեյնին, մյուս կողմից գնում է Էստոնիա, մյուս կողմից գնում է Տիրանը, չէ՞։ Բայց Հայաստանը նույն տեղում է։ Հայաստանը նույն տեղում է։ Հայաստանը վեկտոր չի փոխել այս պահին։ Հայաստանի դիվերսիֆիկացիան, որի մասին այդքան երկար է խոսվում, 90-95%-ով մեր զենքի ոլորտում է։ Ինչու է դա, որովհետև ոչ թե մենք ենք հրաժարվել ռուսական զենքից, այլ Ռուսաստանն է հրաժարվել մեր զենք մատակարարել։ Այսինքն այդ դիվերսիֆիկացիան էլ Երևանից չի եկել, Մոսկվայից է եկել։ Իսկ մնացած բոլոր բնակավարներում նայեք ցուցանիշները տնտեսական արևտրի շրջանառությունը, ինչ դիվերսիֆիկացիայի մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում։ Մենք այս պահին վարում ենք բալանսավորված քաղաքականություն։ Ինչ է նշանակում Հայաստանի դեպքում, Նիկոլ Փաշինյանի դեպքում վարել բալանսավորված քաղաքականություն։ Դոփում ենք նույն տեղը։ Հեգնանքը հասկանալի է, պարոն Ստեփանյան։ Չի խաղում, ճիշտ է ասում։ Սա նույն տեղում կանգնացանք։ Այնինչ ինչ պետք է անեին մարտահրավերները հաշվի առնելով այս ամբողջ։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանը նշանակել է Հայաստանին եւ հայ ժողովրդին թշնամի, իրենք են նշանակել մեզ թշնամի, գործել է մեր նկատմամբ թշնամաբար, այլևս որևէ դաշնակցային պարտավորվածություն կապված ռազմաքաղաքականի հետ չի իրականացնում, պետք է մեր անվտանգության մասին մտածենք։ Անվտանգությունը դա զենք գնել չի միայն։ Ես ողջունում եմ, որ զենք են գնում, բայց եթե դու ուզում ես քո անվտանգությունը ապահովել, դու պետք է ոչ միայն զենք գնես, այլ քո զինված ուժերը բարեփոխես, ինչը ակնհայտ կերպով չի իրականանում կամ իրականում է կիսատ-պռատ։ Եվ ամենակարևորը երկրորդ կոմպոնենտը՝ պայմանական 50-50 ներքին կարողություն եւ արտաքին։ Արտաքինը դա մեր ռազմաքաղաքական հարաբերություններն են եւ դաշնակցային հարաբերություններն են մեր պոտենցիալ դաշնակիցների հետ։ Այս պահին մենք ունենք մեր պոտենցիալ դաշնակիցներ, մենք չունենք ռեալ դաշնակիցներ, դաշնակցային հարաբերություններ ոչ մեկ էլ չունենք, մենք Ռուսաստանի հետ ունենք թղթի վրա, որ դաշնակից չենք։ Այսինքն այդ ուղղությամբ աշխատանք չի տարվում։ Չի տարվում, որովհետև նախընտրական տրամաբանության մեջ են, հա, ներքին խնդիրներով են զբաղված, ինչ տպավորություն ունեք, նաև այդ անվստահություն հայտնելու նախաձեռնությանը կխնդրեմ անդրադառնալ, տարբեր գնահատականներ հնչեցին, որ սա խեղկատակություն է, անլուրջ է, որովհետև չի հաջողելու ի սկզբանե տապալվելու այդ նախաձեռնությունը։ Լավ, ինչպես հասնել փոփոխությունների եւ նախաձեռնությունը ինչու չի հաջողելու։ Դուք բարձրացրեցիք 3 հարց, երկուսը գլոբալ եւ մեկը երրորդական, չորրորդական։ Տեսեք, impeachment-ի մասն է խոսքը։ Սկսենք առաջինից, ինչու չեն անում։ Չեն անում, որովհետև այո, առաջինը իրենց համար ամենակարևոր բանը դա իշխանություն պահելն է։ Եթե իշխանություն պահելու համար դու պետք է անես այնպես, որ Մուրատը շատ չբարկանա, Մոսկվայում Պուտինը շատ չբարկանա, ուրեմն դու պետք է գնաս Մոսկվա։ Ուրեմն դու պետք է կտրուկ քայլեր դեպի արևմուտք չանես։ Ուրեմն դու չպետք է հայտ ներկայացնես Հայաստանի Եվրամիության անդամակցության, երբ որ քեզ հստակ Բրյուսելից ասում են, հայտ չկա։ Ներկայացրեք այդ հայտը մենք դիտարկենք։ Եվ ես չեմ կարծում, որ կմերժեն։ Դու նստում ես Երևանում, ասում ես մեզ հրավեր չեն ուղարկում։ Դե ոնց պետք է ուղարկեն հրավեր։ Հələ ոչ մեկին չեն ուղարկում։ Բայց մարդիկ ասում են, ուղարկեք, մենք էլ կխոսենք, կպայմանավորվենք, կփորձենք հասկանալ ինչ ենք անում։ Այսինքն սա հասկացանք այս առաջի քայլը։ Երկրորդը impeachment-ը։ Դե իհարկե անլուրջ գործընթաց էր սա ի սկզբանե, անլուրջ էր այն պարզ պատճառով, որ բոլորը հասկանում են, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում ինքնասպաններ չկան, քաղաքական ինքնասպաններ չկան։ Եվ հիմա ինչ էլ պարոնեք Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ միգուցե Էդմոն Մարուկյանը չկայացած վարչապետի տեխնացու իրենց խոստանան, իրենց ոսկե սարեր են խոստանալու, եթե նրանք կան եւ քվեարկեն impeachment-ի օգտին։ Նրանք հասկանում են, որ այդ խոստումները լավագույն դեպքում չեն կատարվելու, իսկ վատագույն դեպքում իշխանապողությունից հետո բացվելու են քրեական գործեր եւ այդ քրեական գործերը այնպեսի ընթացք չեն ունենալու, որոնք ունեն հիմա, որի ընթացքը հիմա ունեն, հա, Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կամ այլոց նկատմամբ։ Շատ ավելի արագ է լինելու ամեն ինչ։ Դրանը քաղաքական հետապնդում։ Ուրեմն նրանք ինքնասպանություն չեն անելու եւ դա չեն անելու, դա չեն անելու։ Բա իմաստը ո՞րն է impeachment-ի օրակարգը բերել խորհրդարան։ Հիմա պարոնայք Աղազարյանի եւ Ասլանյանի միջոցով դա հնարավոր է դառնում։
Այդ ձայները երկու ձայնը պակասում էր, այո, կարող են մտցնել խորհրդան, բայց հետո։ Այսինքն հետո դա տապալվելու է, ճիշտ է։ Եթե տապալվելու է, պատիվ ունեմից ասել են, որ թեկնածուն անընդունել տեսնում եք, ես նույնիսկ չգիտեի դա, ինձ դա հետաքրքիր չէր ընդհանրապես։ Տեսեք, եթե տապալվելու է, բայց այդ մարդիկ, ովքեր որ նախաձեռնել են այդ գործընթացը, ինչպեսի երեսով պետք է խորհրդարանում նայեն նույն ԿՊ-ի գոլեգաների, հա, գործընկերների երեսով, նորմալ է, չէ՞։ Ձեր կողմից հիշատակված Քոչարյանը երեք ասեց, չէ՞։ Ես ռացիոնալ մտածելակերպ ունեցող մարդ եմ։ Ես դա չեմ անելու։ Ամեն ինչ բարձր է։ Սա կարող էր իշխանական նախաձեռնություն լինել, այսպես ասենք։ Թե դա դավադրություն կարելի է համարել, պարոն Ստեփանյան։ Չէ, իշխանությունը, գիտեք, իշխանությունը այս գործընթացի հետ որևէ կապ չունի։ Ընդհանրապես ոչ նախաձեռնել են, ոչ փորձել են անել այնպես, որպեսզի նախաձեռնողները նախաձեռնեն։ Իրենց դա ուղղակի պետք չի։ Իրենք սենց կողքից ուղղակի հետևում են այս գործընթացին։ Իսկ այս գործընթացը այդ անդիմադիր զանգվածի ներսում է։ Ես 3 հնարավորություն եմ ունեցել դա որակել եւ նորից կորակեմ։ Սա ոչնչացնելու փորձ է։ Փչացնելու փորձ է։ Այս գործընթացով Սերժ Սարգսյանի շրջապատը եւ Սերժ Սարգսյանը փորձում են փչացնել Ռոբերտ Քոչարյանին եւ Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքված ուժերին։ Ռոբերտ Քոչարյանը չի գնում այդ ամենին, որ չփչանա։ Էդմոն Մարուկյանը փորձում է այդ գործընթացով փչացնել բոլորին, եւ Սերժ Սարգսյանին, եւ Ռոբերտ Քոչարյանին, այսինքն սա ընդդիմադիր, եթե կարելի է կներեք արտահայտության համար, ընդդիմադիր պայքար է։ Տիտղոսային ընդդիմություն դառնալու համար։ Ինչու ոչ, Էդմոն Մարուկյանը ինչու չպետք է փորձի։ Եթե նրան հաջողվում է հիմա փչի, ման տեսեք ինքը ինչ է ասելու, ասում է տեսեք։ Այդպես հայտարարեց 3 հայտարարեց, որ գնդակը ընդդիմադիրների դաշտում է, եթե իսկապես փոփոխություն են ուզում, թող ստորագրեն։ Այս պահից սկսած պարոն Մարուկյանը սկսելու է իր նախընտրական կամպանիան։ Եվ նախընտրական կամպանիան փորձելու է սկսել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թմերի ոսկորների վրա։ Սա է իրականությունը։ Սա տիտղոսային ընդդիմություն դառնալու համար, այդ տիտղոսի համար պայքար է, որը գնում է տվյալ պահին 3 ուժերի միջև, ես չեմ բացառում, նորից էլի մարդիկ են ավելանալու։ Եվ երևի թե պայքար Ռուսաստանից եկող ռեսուրսների համար, որովհետև այս մարդիկ, որոնք բոլորը կամ մուլտիմիլիոներներ են, կամ դոլարային միլիարդատերեր են, չես պարոն Քոչարյան ասում, տեսեք, ես 4 միլիարդ չունեմ, որ մի քանի 100 միլիոն ունեմ կամ չգիտեմ ինչ ունեմ, ասենք, չգիտեմ, Հայաստանում մարդու, որը կարող է այդքան գումար աշխատել, որքան էլ լավ ինստիտուտներ սովորեր, պարոն Քոչարյանի որդիների նման կամ չգիտեմ։ Մի խոսքով, լավ, դա էլ դնենք մի կողմ, իրենք իրենց գումարները չեն ծախսելու։ Իրենք չեն գնալու այդ քայլին նախընտրականի ժամանակ։ Իրենք փորձելու են Ռուսաստանից ստանալ գումարներ։ Պայքարը ընդդիմության տեղի համար է, ես ճիշտ հասկացա, այսինքն նրանք ցանկություն չունեն վերադարձնել իշխանություն, թե պարզապես այս պահին ցածր են գնահատում հնարավորությունը եւ գոնե բավարարվում են ընդդիմության տեղերով։ Այդ մարդիկ իրենց կյանքում ունեն երկու իմաստ այս պահին։ Թիվ 1 իմաստը դա գողացածը պահելն է, չտալը, պետությանը չվերադարձնելը ժողովրդին, դա է առաջինը։ Եվ երկրորդը իշխանության գալն է, ինչի նպատակով։ Նորից գողոնը պահելը, որպեսզի հետ չվերադասնես եւ նորից թալանելու։ Սա է։ Այս ամբողջ քաղաքականություն, հայրենասիրություն, փրկիչներ, Տավուշով Արցախ, չգիտեմ, Դադիվանքով, չգիտեմ ինչ, էսա։ Կոնցեպտը սա է։ Հիմա իհարկե, եթե նրանք հնարավորություն ունենան Նիկոլ Փաշինյանից ազատվելու եւ իշխանությունը վերցնելու, միանգամից դա կանեն։ Դա իրենց նպատակն է, բայց դա պլան մաքսիմումն է։ Այս պահին ընտրությունների միջոցով դա գրեթե անհնար է։ Գրեթե անհնար, բայց չի բացառվում։ Եվ երկրորդը, եթե դա անհնար է, ուրեմն դրանք պետք է պլան մինիմումը իրականացնեն, նորից հայտնվեն խորհրդարանում, տիտղոսային ընդդիմություն դառնան եւ գողոնը շարունակեն պահել իրենց ձեռքում։ Պարոն Քոչարյանը տասնյակ միլիոն դոլարներ է ծախսում դատապաշտպանների վրա, որպեսզի ասես չէ, երեք ասած ինձ ասացին դուր մի մասը եւ գործը փակենք, ասես չեմ տա։ Ոնց կարա տա։ Ոնց կարա մարդը թալանածը տա, չի կարա տա, սա հոգեբանությունն է։ Ինքը իր ոդկա կկտրի, բայց չի տա։ Դե սա մեր քաղաքականություն, այդ քաղաքականության շրջանակներում կներեք, որ ասում են քաղաքականություն, սա է կատարվում, ուրիշ բան չկա։